Սերիալի ամեն նոր սերիա բերում է նորանոր անակնկալներ, իսկ շախունցների ընտանիքի կյանքում տեղի ունեցող իրադարձությունները դառնում են ավելի վտանգավոր։ Ֆաինան չի կարողանում հանգիստ ապրել այն բանից հետո, ինչ լսել է։ Նրա համար շոկ էր այն բացահայտումը, որ Հենրիի մայրը համարվում է միայն Աննան, իսկ Ֆրիդան ընդամենը մի կին է, որը տարիներ շարունակ չի հետաքրքրվել իր որդու ճակատագրով։ Ֆաինան այնքան է հուզվել, որ նույնիսկ իրեն չի հիշում ինչ է անում։ Նա փորձում է զսպել իր հույզերը, բայց Հենրին արդեն կասկածում է, որ Ֆաինան ինչ-որ բան գիտի։ Հատկապես այն բանից հետո, երբ նախորդ օրը նրան նկատեց հուզված, ձեռքերն ուժեղ սեղմած ու հայրիկի հետ գոռգռալով խոսելուց։ Անգելինայի ծնողները որոշում են նրան երկրից դուրս տանել հեռու Հենրիից, նրանք մեկնում են Վրաստան, սակայն Անգելինան անընդհատ տխուր է ու փակված իր մեջ։ Նա հասկանում է, որ իր կյանքը զրկվել է ուրախությունից առանց Հենրիի, բայց ամենազարմանալին այն է, որ Հենրին այդպես հեշտ չի հանձնվելու։ Նա իմանալով Անգելինայի մեկնելու մասին, Հալալի հետ միասին գնում է նրանց հետևից։ Նրանք պետք է հասցնեն Վրաստան և փորձեն տեսնել Անգելինային, նախքան նա նորից կկորցնի իր երջանկությունը։ Մինչ այդ Աննան հիվանդանոցում է, բայց ոչ որպես բժիշկ, այլ որպես հետազոտող։ Ուրեմն Ռոզան եկավ, արեցինք, ասեմ, որ հրաշալի է ստացվում իր մոտ։ Այ։ Լուրջ եմ ասել առանց հենց որ եթե չգիտեք բարել, Այսի գովազներս չի է անկապ, մենք ճիշտ ասած ուրիշ բանի համար էինք վիդեո նկարում, բայց թեմատիկան փոխվեց։ Բայց այս թորի նկարումը հատուկ նրա համար, որ բոլորդ գրեք Ռոզային, որ ինքը կարող է շատ գեղեցիկ պարել։ Պայթեցրեք նրա դայրեկտը։ Կարող ես։ Լաց լինելու համար ունենք երկու տարբերակ՝ արհեստական և բնական։ Արհեստական ճանապարհի դեպքում օգտագործում ենք գլիցերին ավելի արագ արդյունք ստանալու համար, սակայն տվյալ պարագայում շատ ավելի բարդ է էմոցիաները անկեղծ փոխանցելը։ Երկրորդ տարբերակը բնական ճանապարհն է։ Այս պարագայում յուրաքանչյուր դերասանուհի կարծում եմ ունի իր ուրույն տեխնիկան, սակայն ես հիմա կառաջարկեմ մի հեշտ տարբերակ, որը կարող եք հանգիստ փորձել։ Աչքերը հառում ենք մի կետի, փորձում ենք գոնե 1 րոպե շունչը պահել և ընդհանրապես չթարթել։ Աչքերը ինքնին տվյալ տարբերակում արցունքոտվում են, հետո պետք է տրամադրվել հոգեբանորեն, հիշել կյանքից որևէ տհաճ կամ վատ դեպք, կամ էլ փորձել մտնել հենց տվյալ սցենարային իրավիճակի տրամադրության մեջ, եթե իհարկե չեք դժվարանա։ Այս պարագայում լաց լինելը շատ ավելի անկեղծ է ստացվում և շատ ավելի հեշտ է էմոցիան ճիշտ փոխանցել հեռուստադիտողին։ Ну, если честно, я довольно толерантна и терпелива. Однако могу уйти от человека только по 3 причинам. Первое, когда меня не уважают и не ценят. Второе, когда меня пытаются изменить или же заставляют измениться. И третье, когда в этих отношениях я теряю себя. Вообще, перед тем, как уйти, я очень-очень долго пытаюсь все-таки достучаться до человека, и если не получается, только тогда я ухожу. Но я такой человек, что всегда готова прощать, восстановить общение, отношения, если, конечно, человек готов меняться. То есть не то, чтобы меняться, а просто все-таки пойти на какие-то компромиссы и найти общий язык. Вы видите во мне красоту, потому что у вас очень красивая душа. По поводу культурности я далеко не идеальная. У меня тоже свои тараканы в голове. Думаю, я просто ценю каждый миг, каждое мгновение. Я очень-очень верю в Бога и всегда доверяю мою жизнь Ему. Творю добро, питаю душу позитивом. Я не держу обид никогда. Всегда прощаю, всегда отпускаю обиды. Думаю, так правильнее. И еще причиной моей улыбки являетесь вы, например, и такие люди, как вы, с добрым сердцем, с красивой душой. Так что спасибо вам за теплоту.
Այնպես որ շնորհակալ եմ ձեզ լավ բարի խոսքերի համար, շնորհակալ եմ ձեզ ակտիվության համար, շնորհակալ եմ ձեզ մեզ մշտապես ձեր ուշադրության կիսակետում պահելու համար եւ առհասարակ շնորհակալ ենք ձեզ։ Բարի ուշ երեկո հարգելի հետևորդ, ես ուզում եմ այս պահին ուղղակի շնորհակալություն հայտնել ձեզ ձեր բարի, դրական, գնահատանքով լի խոսքերի համար, որովհետև այն ամեն ինչ, որ ես զգում եմ, այն դրական էներգիան, որը դուք հաղորդում եք ինձ, ուժ է տալիս առավել ոգևորված աշխատելու համար, որովհետև ճիշտ է մենք աշխատում ենք եւ աշխատում ենք սիրով, բայց երբ զգում ենք ձեր գնահատանքը, երբ զգում ենք ձեր սերը, երբ զգում ենք ձեր դրական էներգիան, չեք պատկերացնում, թե որքան ոգևորված ենք սկսում աշխատել։ Այնպես որ շնորհակալ եմ ձեզ լավ բարի խոսքերի համար, շնորհակալ եմ ձեզ ակտիվության համար, շնորհակալ եմ ձեզ մեզ մշտապես ձեր ուշադրության կիսակետում պահելու համար եւ առհասարակ շնորհակալ ենք։ I've always embraced the power of manifestation in my life, firmly believing that we are shaped by our thoughts and imagination. And once I've read in the Bible that when you truly believe in something, it can effortlessly come to pass.